Թող փառավորվի Տիրոջ անունը, սիրելի քուրեր ջան, եղբայրներ ջան։ Տիրոջ կամքով ուզում եմ մի բանի մասին խոսամ, որ ես վերջերս, երբ որ մի քանի շաբաթ առաջ Արտակ աղբեր այստեղը կարդաց Եսթերի մասին, Սուրբ Հոգին մի տեղի վրա կանգնացրեց, ու ես սկսեցի մտածել դրա մասին։ Սա այն իրավիճակն էր, երբ որ Չար Համանը խորհուրդ էր հնարել, որպեսզի Իսրայելին կոտորի։ Եվ Եսթերը թագուհի էր այդ ժամանակ, եւ Մուրդքեն գիտեր այդ հրամանի մասին։ Եվ ամեն միջոց հնարում էր, ուզում էր, որպեսզի այդ խորհուրդները Իսրայելի նկատմամբ չկատարվի։ Պիտի կարդամ Եսթերի 4-րդ գլուխ 13-րդ խոսքից։ Մուրդքեն, երբ որ Եսթերին դիմում, տեսեք ինչ ասում։ Մի խորիր քո մտքում, թե դու կազատվես թագավորի տանը բոլոր հրեաներիցը։ Մի ուրիշ թարգմանությունում գրված է. Մի խորիր քո մտքում, որ թագավորի տանը լինելով, միայն դու կազատվես այդ ամբողջ հրեաներից։ Ինչի համար էր Մուրդքեն Եսթերին ասում մի խորիր քո մտքում, որ թագավորի տանը լինելով դու պիտի ազատվես։ Գիտեք, Եսթերին պատահական չէր, որ ասում էր Մուրդքեն մի խորիր քո մտքում դրա մասին, որովհետև Եսթերը կարար իր մտքը մտածեր, որ ինքը կազատվի։ Ինչի համար, որովհետև ինքը թագուհի էր, ինքը ապահով էր, ինքը վստահ էր, որ այդ ամբողջ հրեա ազգը, երբ որ պիտի կոտորվեր, իրան չի հասնելու։ Ու ես սկսեցի մտածել. Ինչ վիճակի մեջ եմ ես այսօր։ Գիտեք, եթե դիմացինից ինչ-որ փորձություն է պատահել, դա չի նշանակում ինչ չի կարա պատահի։ Եթե այսօր իմ տեղը հանգիստ է, իմ տեղս ապահով է, ես խնդիր չունեմ, ես պրոբլեմ չունեմ, ու դա ինձ չի պատահել, դա չի նշանակում, որ դա ինձ չի կարա պատահի։ Դա կարա քեզ պատահի, կարա ինձ պատահի, բայց մի հարց, ինչպես եմ ես վերաբերվում կողքինիս այդ փորձությանը, դժվարությանը, նեղությանը, ինչպես եմ ես վերաբերվում։ Գիտեք, Եսթերը անհոգ չգտնվեց։ Չասես դե ես թագու եմ, ինձ ոչ մի բանը չի պատահի, բայց այսօր հնարավոր է, քեզ չի պատահի, դու անհոգ ես կողքինիդ նկատմամբ։ Երբ որ Տերն ինչ ասեց, ով Իսրայել, ինչպես ասում է հավն է իր ձագերին ուզում իր թևերի տակ առնի, այնպես էլ ես ձեզ շատ կամեցա։ Մենք մեծամասնությունս ծնողներ ենք, ով չի ուզում, որ իր երեխեքը իրար հետ միաբան լինեն։ Ով չի ուզում։ Բա որքան առավել Աստված, որ ուզում է իր զավակները, իր դուստրերը, իր որդիները միաբան լինեն։ Եվ Մուրդքեն անհանգիստ էր։ Նա չէր մտածում, գիտեք, Մուրդքենն էլ էր իշխանավոր մարդ էր, բայց Իսրայելի ցավը իր ցավն էր, Իսրայելի վիշտ իր վիշտն էր։ Հռոմեացիներից 12-րդ գլխի մեջ գրված է. ուրախացողի հետ ուրախացիր, լացողի հետ էլ լացիր։ Այսօր եթե ես անտարբեր եմ, այսօր եթե ես սառն եմ, այսօր ինձ չի հետաքրքրում կողքինից ցավը։ 2-3 վիճակ կա, հնարավոր է անտարբեր եմ, շատ ժամանակ էլ ճիշտ ու սխալ եմ անում,
դատում եմ։ Գիտեք, ես սենց եմ մտածում։ Հնարավոր է իմ կյանքիս ընթացքում այդ փորձությունը ինձ չպատահի, բայց որ ես կողքինին այդ փորձության մեջ, ինչի մեջ որ ինքը կա, ես դատեմ, հենց դրա համար Աստված թույլ տա իմ կյանքիս մեջ ես դրա մեջ ընկնեմ։ Այսօր չի պատահել քեզ այդ փորձությունը, այդ դժվարությունը քեզ չի պատահել։ Պատահածի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունես դու։ Դու մի մտածի, ասում ես, ես թեր որ թագավորի տանն ես, այդ ամբողջ հրեաներից դու կազատվես։ Այսօր այդ փորձությունը եթե քեզ չի հասել, դու մի մտածի, որ դա քեզ չի կարող հասնի։ Դա դու մի մտածի, ես շփտի մտածեմ, որ դա ինձ չի կարող հասնի։ Աստված ուզում է իր ժողովրդին միավորի, միաբանի, որ քո ցավը իմ ցավը լինի, իմ ցավը քո ցավը լինի։ Բայց անտարբերությունը, սառնությունը տիրում է։ Երբ որ կարդում ենք ողբ Երեմիան, տեսեք 4 գլուխ 21-րդ խոսքը ինչ ասում։ Ցնծա եւ ուրախ եղիր։ Երեմիա 4 գլուխ 21 խոսք։ Ցնծա եւ ուրախ եղիր, ով Եդովմի աղջիկ, որ բնակվում ես հուզ երկրում։ Քեզ էլ կանցնե բաժակը, կարփես եւ ինքդ քեզ կմերկացնես։ Ցնծա եւ ուրախ եղի ասма, ով Եդովմի աղջիկ, որ բնակվում ես հուզ երկրում։ Ցնծա ասма, ուրախացի։ Քեզ էլ կանցնի ասма բաժակը, կարփես ու ինքդ կմերկացնես քեզ։ Ինչի համար ասեմ, որ բնակվում ես հուզ երկրում։ Երբ որ նայում ենք հուզ երկիրը վատ երկիր չէր, ապահով երկիր էր, հոբներ էր այնտեղ բնակվում, հիշում եք, չէ՞։ Նա ապահով երկիր էր։ Այսօր մարդկությունը ապահովության է ձգտում, այսօր մարդկությունը փափկության է ձգտում։ Գիտեք, Դեմասի մասին սենց գրած է, Դեմասը աշխարհը սիրեց եւ Թեսաղոնիկե գնաց։ Թեսաղոնիկեն ինքը մշակույթի քաղաք էր։ Ինքը մշակույթի քաղաք էր եւ երկրորդ մայրաքաղաք էր համարվում։ Ինչի մի աղքատ երկիր չգնաց, ինչի մի չքավոր տեղ չգնաց, ինչի Թեսաղոնիկե գնաց, զվարճանքը այնտեղ շատ էր։ Բոլոր միջոցառումներն այնտեղ էր անցկացվում։ Ուզում էր ապահովություն, ուզում էր փափկություն։ Այսօր ես չեմ ուզում ուրիշի ցավից տեղյակ լինեմ, ուզում եմ ես ապահով ապրեմ։ Ինչ չի պատահել, դա բավական է։ Ինչ չի հասել, ես բառացի չեմ ասում, բայց ես անտարբեր եմ։ Բայց Տերը ձև չի ուզում, որ իր ժողովրդին տեսնի։ Ուզում է տեսնի, որ իր զավակներն իրար ցավ են քաշում։ Երբ որ կարդում ենք Աբդիայի մարգարեությունը, առաջի գլուխ 12-րդ խոսքը տեսեք ինչ է գրում։ 10-րդ խոսքից կկարդամ։ Եղբորդ Հակոբի անիրավության համար քեզ ամոթը պիտի ծածկե։ Ինչի համար պիտի քո եղբոր, իմ եղբոր Հակոբի անիրավության համար ամոթը ինձ ծածկե։ Ինչի համար։ Ինչի համար պիտի կողքինից պատճառով ինձ ամոթ ինձ ծածկե։ Տեսեք շարունակության մեջ ինչ ասում։ Եվ դու բնանջինչ պիտի լինես հավիտյան, դու հանդեպ կանգնած օրը, այն օրը, օտարները գերի նրա զորքը, օտարազգիների մտան նրա դռները, Երուսաղեմի վրա վիճակ գցեցի, դու էլ նրանց մեկի նման էիր, և պիտի մտիկ չաներ քո եղբոր օրը, նրա օտարի օրը, և պիտի չուրախանայր
Հուդայի որդկանց վրա նրանց կորստյան օրը, եւ պիտի չմեծացներ բերանդ նրանց նեղության օրը, դու պիտի չմտներ իմ ժողովրդի դռնովը նրանց թշվառության օրը, դու էլ պիտի մտիկ չաներ նրանց ձախորդության օրը, նրա թշվառության օրը, եւ պիտի ձեռքդ չերկարացներ նրա ապրանքի վրա, նրա թշվառության օրը։ Ասма եղբորդ դրացիդ նեղության օրը դու պիտի բերանդ չմեծացնեիր, պիտի այդ առիթից չօգտվեիր անուն դնելու, այդ առիթից պիտի չօգտվեիր, այդ նեղությունից, այդ դժվարությունից պիտի չառիթավորվեիր, ձեռքդ երկարացնեիր նրա ապրանքին։ Գիտեք, մի հատ լավ ավետարանում ոսկե համար, երբ որ գրված է, ասма ինչ կկամենայիր, որ քեզ անեին, նույնն էլ դու արա։ Մենք շատ ժամանակ, երբ որ իմ դիմացինին ինչ-որ մի բան է պատահեմ, ես վրաս կարծիք եմ հայտնում, բայց լավ մի հատ հարց, երբ որ այդ կարծիքը իմ վրա ես արտահայտեմ, արդյոք նույն կարծիքը կարտահայտեմ, թե չէ, ասма դու պիտի չուրախանայր Հուդայի որդկանց վրա նրանց կորստյան, պիտի չմեծացնեիր բերանդ նրանց նեղության օրը, դու ասма նրանց պես վարվեցիր։ Եվ Աստված երկնքից նայում է այդ վիճակներին, ժողովուրդ ջան։ Տերը երկնքից նայում է։ Դու ծնող ես, չես տեսել շատ ժամանակ, որ քու երեխեքդ իրար հետ խնդիր ունեն, իրար պրոբլեմ, սրտովդ անցել է, դուրդ եկել է, չի եկել, որքան առավել քո երկնային հայրը, որքան առավել Աստված, և Հիսուսը նայեց Երուսաղեմին ու լաց եղավ, Երուսաղեմ, ասեց Երուսաղեմ, մարգարեներ կոտորող քաղաք, որքան ուզեցի ասма, որ ձեզ հավաքեմ իմ թևերի տակ, այդ հենց Աստված սիրտ ունի, որ ուզում է իր ժառանգությանը մեկացած տեսնի, իր ժառանգությանը իրար հետ տեսնի, իր որդիներին տեսնի, որ իր ցավը, իր զավակների մեջ ցավակցություն կա, որ մեկը մեկի ցավից տեղյակ է, մեկը մեկի պրոբլեմից տեղյակ է, ոչ միայն տեղյակ է, կարծիք է արտահայտեմ, այլ տեղյակ է այդ ցավին դարման է դնում։ Ես կարամ քու նեղությունից տեղյակ լինեմ, քու դժվարությունից, ու սկսեմ կարծիքներ արտահայտեմ։ Հակոբոսը գրում է, ասում է եղբայր, ասում ես գնա ուրախությունով կեր ու կշտացի, բայց այդ մարդու պետք եղած բանը չես տալիս իրան, այդ մարդու պետք եղած բանը չես տալիս իրան, բայց Տերը տեսնում է այդ ամեն ինչ, Տերը երկնքից նայում, և այդ վիճակների մեջ ուշադրություն հադարձն, արդյոք քո ցավ իմ ցավն է, իմ ցավը քո ցավն է, գիտեք առաջներում նույնիսկ հարևանները հարևանների հետ ոնց էին, եթե կողքի տանը սուք էր եղնեմ, են մի հարևանսկի հեռուստացույց չէին միացնում, նրա սուքը նրա սուքն էլ էր, նրա դժվարությունը նրա դժվարությունն էլ էր, թող Տերը օգնական եղնի, որ իրապես մենք ընքան Տիրոջը մոտիկանանք, այնքան Տիրոջը մոտիկանանք, այնքան սրտացավ կլինենք, այնքան Տիրոջից հեռացանք, այնքան սառն, կարանք տեղյակ լինենք մեկս մեկից, բայց
ցավը ցավ չի դառնա։ Օգնություն չի դառնա։ Եվ Եսթերին Մուրդքեն ասեց. Եսթեր, դու որ թագավորի տանն ես, տեղը ապահով է, խնդիր պրոբլեմ չունես, դու մի մտածի, որ դու կազատվես այդ վիճակից։ Դու մի մտածի։ Եթե այսօր անկեղծ աղոթք կար, ասա, եթե այսօր դու տեսնում ես, որ կողքինիդ ցավը, քո ցավը չի, ու սառնություն կա քո մեջ, անտարբերություն կա, դրա համար աղոթք կար, որ Աստված այդ սրտացավությունը վերականգնի։ Թող Տիրոջ անունը փառավորվի, որ իրապես մենք էլ որպես իր որդիներ, իր զավակներ, մեկացած լինենք, որտեվ Հովանու ավետարան 17-րդ գլխի մեջ Տեր Հիսուսն այսպես ասեց. Հայր, ոնց որ ես ու դու ենք մեկ, ուզում եմ, որ սրանք էլ իրար հետ մեկ լինեն։ Ոնց որ ես ու դու ենք մեկ։ Եվ աղոթք արեց ինձ համար ու քեզ համար, որ ոնց որ ես ու դու ենք, ես ու հայրն ենք մեկ ասեց, սրանք էլ իրար հետ մեկ լինեն։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Աղոթենք։